Սիրով ողջունում եմ բոլորիդ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, դուրս եմ եկել պատշգամբ եւ ուզում եմ ցույց տալ բոլորիդ եղանակի տեսությունը, շատ արևոտ, անուշ, պայծառ օր է սիրելիներս, մաղթում եմ ձեզ աստվածային, լավ, բարի, պայծառ, ջերմացնող օր, թող ձեր սրտում, հոգում միշտ արև լինի, ջերմություն լինի, խաղաղություն, սեր, խինդ եւ ուրախություն, իմ լավ թանկագին բարեկամներ ջան, իսկ հիմա գնանք ներս, ուզում եմ այսօր ցանել ծաղիկների սերմերը, միասին սիրելիներս, այսօր էլ Սիրելի հետևորդներ ջան, այսօր էլ պետք է ցանել ծաղիկների սերմը։ Ցանելու եմ աստրա, տեսեք, սրանք կարճերն են, 25-ից 50 սանտիմը։ Առանձին եմ ցանելու երկարը եւ կարճը։ Այս ամանի մեջ կցանեմ, գրել եմ 25-ից 50 սանտիմը։ Իսկ այս ամանի մեջ կցանեմ, որովհետև բավականին շատ է, աստրա է, բայց երկար 60-70 սանտիմետր է, սիրելիներս, գեղեցիկ, տեսնում եք, սա շուտ սածիլը դուրս գալու համար ցանում եմ, խնդրեմ, գեղեցիկ, շատ գեղեցիկ են, իսկ հետո ես նորից ցանելու եմ աստրա, որ հետո առաջ գնել եմ գեղեցիկ ցինյաներ, տեսեք ինչքան գեղեցիկ են, սրանք էլ ցանելու եմ, սա բարխացի է, գնել եմ եւ գեղեցիկ զարդարելու համար հողամասը եւ մարգերի մեջ դնելու համար, լոլիկների մեջ, կանաչիների անկյունները, գլխի մասերը, պղպեղներ, ամեն ինչի մեջ դնելու եմ այս տարի, որպիսի ամբողջ թրթուրը, ամեն ինչը սրանք լավ հավաքում են իրենց վրա եւ օգնում են մեզ։ Այսպիսի ծաղիկներ, սա կցանեմ, ռասադի համար է, շատ գեղեցիկ են, դեռ ելն եմ գնելու, իսկ կան ծաղիկներ, որ պետք է հենց հողի մեջ ցանեմ, կան ծաղիկներ, օրինակ, այս սրանք սացիլի համար եմ, ցանելու եմ այս տիպի ծաղիկները, ունեմ մի քանի հատ, կցանեմ հողի մեջ, որպիսի լոլիկների նման հանեմ նորից բաժակների մեջ, տնկեմ, սիրելիներս, այսօր է զբաղվելու եմ ծաղիկներով եւ դեռ ունեմ լոլիկների սացիլ, ունեմ պղպեղ, նորից բաժակների մեջ դնելու եւ մեր հələ տեսեք, Հայաստանից բերված սերմը, մի տեսակ բարակ, երկար, բայց մի 5 հատ շատ ունեմ, փորձնական 5 հատ կդնեմ բաժակների մեջ, տեսնեմ, մի տարի արեցի, լավ չեղավ, սիրելիներս, դադարեցի տնկել հայկականը, բայց այս տարի որ ունեինք, ասենք փորձենք, տեսնենք, դե գիտեք, ես պատուհանի գոգին եմ աճեցնում, ես ոչ ջերմոց ունեմ, որ սացիլանոց որ դնեմ, բայց հույսով եմ, Աստված մեծ է, մյուս տարի կունենամ, եթե սիրում ենք մշակել, եթե զբաղվում ենք արդեն, պետք է անենք, զբաղվում ենք 15 տարուց ավել, այստեղ եկել ենք բնակվելու, 17 տարի արդեն զբաղվում ենք հողագործությամբ, մեզ համար մշակում, ցանում, ամեն ինչ մեր տան համար, սիրելիներս, հիմա ես ձեզ մի ձեռնոցս հանել եմ, ցույց կտամ, ինչպես եմ ցանում աստրան, կսկսեմ այս աստրաներից, ես նորից չեմ համարակալում, բայց գրել եմ, որպիսի սացիլանելու ժամանակ հերթականությամբ խառը չտնկեմ, որ կարճերը հարգելիներս չերևան, սովորական, առանց ծակելու, տեսեք, ամանը պետք չէ ծակել, հիմա ես այսպես կցանեմ, հնարավորինս
չափ նոսր, հնարավորինս նոսր ձևով, շատ խիտ պետք չի։ Այսպես այնքան լավ եմ շուտ է էլի սկսում ծաղկել, մինչև հողի մեջ ցանածները։ Ահա։ Ուրեմն մենք մի բարեկամուհի ունենք, բարեկամուհի ամուսնուս կողմից, ամուսինն է բարեկամ, իրենք զբաղվում են ծաղկագործությամբ, ծաղկամշակությամբ։ Շատ գեղեցիկ ծաղիկներ ունեն, երբ որ գնամ իրենց տուն հյուր, ձեզ էլ հետս կտանեմ եւ ցույց կտամ իրենց ջերմոցը, ծաղիկները, իրենք վաճառում են, այդ բիզնեսով են զբաղվում։ Խնդրեմ, սա երկարներն է, գրել եմ երկար կարճ, սովորական կանաչի նման ցանում ենք, ոչ մի այնպիսի դժվարություն չկա, ամեն ինչն էլ, եթե ցանկություն ունենք, սիրով ենք անում եւ խնդրում ենք Աստծուն, որ օրհնի մեր ցանածը, մեր այս գեղեցիկ ծաղիկները, որպեսզի մենք էլ նստենք, հմայվենք, զմայլվենք, ուրախանանք, սուրճ խմենք այս գեղեցիկ ծաղիկների սիրունությամբ եւ վայելենք մեր սուրճը։ Սա էլ այսպես, հարգելիներս, հիմա ես 4 հող կբերեմ, կծածկեմ, ձեզ ցույց կտամ։ Հիմա սիրելիներս, այս երկու ամանն էլ բարխծիները ցանեցի, շուտ լինի, որ սացիլների հետ դնեմ հողը։ Սա էլ 80 սանտիմետր է, շատ գեղեցիկ ծաղիկ է, շատ։ Հիմա 4 հող եմ լցնելու, ասել եմ ձեզ, միայն 4 հող։ Խոնավը պետք չի, ծածկելու եմ ընդհանուր, խնդրեմ, և դնելու եմ ամեն օրվա այն պակետների մեջ բարակ, լավ կծածկեմ, և չեմ ջրելու, ասել եմ, որ իրենք պակետի ջերմությամբ կքրտնի պակետը և կջրի իրենց, հետո նոր որ կծլեն, կբացեմ, ամբողջ սացինները, որ այսպես անում եմ, հարգելիներս, տանում ենք մեր կատելնին, այնտեղ էլ արդեն տեղ չկա, կեսներ պետք է թողնեմ մեր կվարտիրայի լուսամուտին, բայց որ դուրս եկանք, պետք է արդեն լրիվ տանենք, չգիտեմ ինչ անեմ, դուք էլ ցանեք, այս ովքեր հողամաս ունեն, սիրելիներս, ցանեք, վայելեք ամռանը, որ նստում ես, չէ, նայում ես ծաղիկներին, խոսում ես, ես մեկ-մեկ, որ երաժշտություն ենք, ռադիո ենք միացնում մեր ջերմոցում, հայաթը ծաղիկներն էլ են լսում, գիտես, իրենք լսողություն ունեն, իրենք ավելի լավ են աճում, հարգելիներս, ահա, ծածկեցի, հիմա կծածկեմ և վերջում սացիլներն էլ անեմ վերջացնեմ, բոլորը միասին իմ շատ սիրելի, իմ թանկ ընկերներ և հարազատներ։ Հիմա արդեն բոլոր սացիլները դրել եմ բաժակների մեջ, լոլիկներ, այստեղ այդ ցանած ծաղիկների սերմերն են, տեսնում եք, ցելոֆանով պատել եմ, դնեմ լուսամուտի գոգին, մինչև կծլի, նոր կտեղափոխեմ բաժակների մեջ կմեծանա։ Այստեղ էլ մի քանի հատ հայկական սմբուկներ, մի 5 հատ, կծու պղպեղ։ Սացիլները վերջացրեցի, հիմա մեքենայով սացիլները տանում ենք, դնենք մեր կատելնին, սիրելիներս, այնտեղ էլ ցույց կտամ, մի քանի օրվա սացիլած բաժակների մեջի,
սացիլները եւ մեր տան ծաղիկները։ Մի քանի հատ ծաղիկներ ենք տարել, ցույց կտամ։ Դե հիմա մեքենան գա, սիրելիներս, ձեզ էլ ինձ հետ սիրով տանեմ մեր նոր տան մոտ ենք, դրսի կողմից տեսեք ինչպես է արդեն բողբոջել յասամանները, անգամ տերև է տվել, տեսնում եք, խնդրեմ, իսկ հիմա սիրելիներս տեսեք, ահա ցույց եմ տալիս սացիլները, տեսնում եք ինչքան լավ մեծացել են, անջատել եմ ուլտրամանուշակագույն լույսը, որպեսզի լավ երևա, մի տեղում էլ ցույց կտամ այդ լույսի տակ, շատ լավ մեծացել են, պատուհանի մոտ է դրված եւ լույսը վառվում է, շատ լավ աճում են, սիրելիներս, սա տեսնում եք պատուհանի մոտ եմ դրել, դեռ բավականին էլ պետք է բերեմ, խնդրեմ լոլիկներն էլ են սկսել աշխատել, այս մի մեր մանուշակները փչանում էր, այստեղ սկսել են նորից աճել, այդտեղ էլ թուփներ, սիրելիներս, այս սացիլներն էլ ուլտրամանուշակագույն լույսի տակ դրվածներն են, տեսեք, հիմա ձեզ համար, բոլորիդ համար մեր կեշան երգում է, լսեք, տեսնում եք ինչ լավ է երգում, խնդրեմ ցույց եմ տալի մանուշակները, սկզբից որ դրել ենք, դեղնեց, փչացավ, իսկ հիմա շատ սիրուն կանաչ դուրս է տալից, խնդրեմ տեսնում եք, կանաչ թփերը ինչ լավ երևում են, ահա, այս գեղեցիկ ծաղիկն է սկսել աճել, ներքևի թփերն էլ են կանաչում, վերևինն էլ, այստեղ լիմոնն է սկսել աճել, հույսով եմ, որ կաճեն եւ առաջվա տեսքը կունենան, սիրելիներս, արդեն երեկոյան ժամը 9 է, ձեզ մաղթում եմ բարի գիշեր եւ բարի երազներ, ստեսյուն մինչեւ նոր հոլովակ։